Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանական նավթ է գալիս Հայաստան։ Տեղեկությունն առաջինը ադրբեջանական մեդիատիրույթում էր տարածվել։ Ավելի ուշ հայկական կողմը հաստատեց լուրը վարչապետի ու էկոնոմիկայի նախարարի մակարդակով։ Ադրբեջանական նավթամթերքի ներմուծման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուսթաֆայևի հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարությունում շտապեց ողջունել իրադարձությունը։ Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար։ Թե ինչ ծակագնով է հայկական մասնավոր ընկերությունը ադրբեջանական կողմից գնել նավթամթերքը հայտնի չէ։ Կառավարության անդամները նշում են, որ դա մասնավոր տիրույթում է, իրենք չեն միջամտում այդ հարցերին։ Երբ, ինչ ծավալով եւ ինչ ժամկետում կլինի ադրբեջանական վառելիքի հետագա մատակարարումը, կախված է շուկայական պայմաններից։ Ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան եւ հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն կամ եթե չկարգավորվեն տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկանում է տնտեսական փոխգործակցությունը զարգացնել նաև ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ 15000 էլեկտրամոբիլի քվոտան է Նիկոլ Փաշինյանն օրինակ բերում որպես հարաբերությունների զարգացման ապացույց։ Ընդհանուր առմամբ շուկայի կարգավորման արգելքները վերացնելու մաքսային ընթացակարգերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված օրակարգեր են քննարկել եւ շարունակական հարցեր են, որոնք հիմնական խնդիրը այնա, որ տնտեսական փոխգործակցությունը ավելի արդյունավետ դառնա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգն ու օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կարմիր թելով տանում է Փաշինյանն իր խոսքում։ Վստահ է, անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկաթուղային կապն է հնարավոր դարձել Վաշինգտոնյան փաստաթղթերից հետո։ Ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտաբ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու երասխից միջև Ադրբեջանի դեպի Նախճեվան սահման եւ Ախուրիկի հատվածի միջև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ եւ կարծում եմ նաեւ ես առաջիկայում նաեւ նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետեւ կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Ըստ Փաշինյանի թրիփ նախագծին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ հարցը միայն Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո չէ։ Հռչակագրում ամրագրված փաստն է առաջ քաշում վարչապետը։ Թրիփը Հայաստան, Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ Հայաստանը Թրամփի ուղի ծրագրում հաշվի է առել Իրանի շահերը հավատարիմ մնալով բարեկամության ու փոխվստահության սկզբունքներին։ Դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական Թասնիմ լրատվամիջոցին հայտնել է, որ ծրագրի շրջանակում Նախիջևանի տարածքով ստեղծվելու է երկաթուղային կապ, որը Իրանի համար կապ կհաստատի Վրաստանի եւ Սևծովյան նավահանգիստների հետ, իսկ Հայաստանին կծառայի որպես տարանցիկ ուղի դեպի Կենտրոնական Ասիա եւ Հեռավոր Արևելք։ Նախատեսվում է ստեղծել հայ-ամերիկյան Trip Company, որը կզարգացնի երկաթուղային ճանապարհային նավթային գազային եւ օպտիկա մանրաթելային ենթակառուցվածքներ։ Ծրագրի իրականացումը համահունչ է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Որքան էլ ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի գործակցությունը խաղաղասիրական նպատակների խաղաղապահ զորքերի տիրույթում լինի, այնուամենայնիվս ռազմական փորձագետների ՆԱՏՕ-ի հարցը շատ զգայուն թեմա է տարածաշրջանային երկրների Ռուսաստանի, Իրանի համար։ Հայաստանի, Ռուսաստանի հետ նույն ռազմական եւ տնտեսական բլոկում լինելը ըստ փորձագետների թույլ չի տալիս մեր երկրին առաջ գնալ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Կարծում եմ, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը չի դառնա այն պետությունը, որը որ Ռուսաստանի համար կարող
կարող է ռիսկեր պարունակել, այլ ավելին կարող է որ շատահի նաև Հայաստանի Հանրապետությունը լինի այն փափուկ բարձը կամ այն բարձիկը անվտանգային, որը որ չեզոքացնի Ռուսաստանն ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի վրա այս կողմից առնվազն հարձակումը։ Որքան ՆԱՏՕ-ն մոտենում է Հարավային Կովկասին, Ռուսաստանն ու Իրանը ավելի շատ են կանխարգելիչ մեսիջներ ուղղում, ի սկզբանե զգուշացնելով, որ կան կարմիր անընդունելի գծեր երկու երկրների համար։ Այստեղ, ըստ վերլուծաբանների, Հայաստանն իր քաղաքականությունը պետք է տանի ելնելով իր շահերից։ ՆԱՏՕ-ն կարող է ասել, օրինակ համար Հայաստան Հանրապետությանը, թե եղբայր իրենք դեմ չեն, որ մենք այստեղ լինենք, չգիտեմ ինչու ես դու դեմ, որ մենք այստեղ լինենք։ Իսկ այս դեպքում Հայաստանը ունի, այսպես ասած, խաղաթուղթ իր ձեռքին, եւ ինքը կարող է հստակ ասել, որ իմ հարևան պետությունների համար խնդիր է սա եւ շատ զգայուն հարց է։ Քաղաքագետ Կարեն Իգիթյանի դիտարկմամբ Հայաստանի իշխանությունները իրականացնում են ռազմական շրջադարձ, այսինքն, եթե անկախությունից հետո Հայաստանի վեկտորը ուղղված էր Մոսկվա, հիմա այն ուղղվում է դեպի արևմուտք, որի դաշնակիցը տարածաշրջանում եւ գործընթացների իրականացնողը Թուրքիան է։ Ըստ քաղաքագետի, ՆԱՏՕ-ի եւ արևմուտքի նպատակը հետեւյալն է՝ միջին ասիական ռեսուրսները տեղափոխել Կովկաս, այնտեղից էլ արևմուտք։ Արևմուտքից էլ ապրանքները տեղափոխել միջին ասիական երկրներ առանց Ռուսաստանի եւ Իրանի հսկողության։ Բառացիորեն հենց այդպես է գրած, որ Ռուսաստանն եւ Իրանը պետք է հսկողություն չունենան։ Свидетельствует о подготовке НАТО. ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախման։ Ընդհանրապես, ըստ փորձագետների, ՆԱՏՕ-ն իր դեմքով, իր զորքով ցանկություն չունի ռազմական գործողությունների մեջ մտնել։ Այդ կառույցն ավելի շատ պոտենցիալներ է տեսնում ստեղծել նոր Ուկրաինաներ, իրենց հսկողության տակ վերցնել նոր երկրներ եւ օգտագործել այդ երկրների ռեսուրսները Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։ Հայաստանը, Վրաստան, Ադրբեջանը իրենք փոքր երկրներ են։ Չեմ կարծում, որ նրանք մեծ պատերազմի ինչ-որ մաս դառնան։ Ռուսաստանը, եթե մենք հրետորաբանությունը լսում ենք Ռուսաստանի ղեկավարության, որտեղ որ ՆԱՏՕ-ն ոչ միայն հակառակորդային արդեն թշնամի է, որը պատրաստվում է ռազմական հարված հասնել Ռուսաստանին, իհարկե այս ամենը Ռուսաստանի տեսանկյունից նշանակում է, որ ամենասուր պահին դաշնակից երկիրը անցնում է թշնամի կողմ։ Ինչ պետք է անի Հայաստանը նմանատիպ իրավիճակներում ունենալով անվտանգության խնդիրներ, որոնք օրորի ավելանում են զիջումների հաշվին, Հայաստանը պետք է ավելացնի իր ռազմական ուժերը։ Այնինչ, ըստ քաղաքագետի, Հայաստանը հակառակն է անում, կրճատում է ռազմական բյուջեն, ժամկետային ծառայության տևողությունը զինված ուժերում։ Առաջի հերթին դու պետք է ինքդ ուժեղանաս, որ կարողանաս որևէ մի ռազմաքաղաքական անվտանգային ճարտարապետություն կառուցես կամ այդ ճարտարապետության մաս լինես։ Հայաստանի կառավարությունը անում է ամեն ինչ հակառակ։ ՆԱՏՕ-ի համար, ըստ քաղաքագետի, այսօր գլխավոր խնդիրը Ռուսաստանն է, ոչ թե հայ-ադրբեջանական բանակցությունները։ Արևմուտքի համար կոնֆիգուրացիան այսպիսինն է՝ հայ-ադրբեջանական ճակատում չպետք է կրակել, որպեսզի բոլորը համոզվեն, որ եթե Արևմուտքն իր հսկողության տակ է վերցնում, ապա պետք է դե-ֆակտո խաղաղություն լինի։ Սակայն ըստ քաղաքագետի չպետք է մոռանալ մի բան, որ չէին կրակում մինչև 20 թվականը, սակայն հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, 23-ին էլ Արցախը հայաթափվեց։ Սյունիքում 200 դպրոց փակվելու մասին տեղեկությունը սխալ է, միավորվում են 3-4 աշակերտ ունեցող դպրոցները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է իշխանական падգամավորը։ Նարեկ Ղահրամանյանի դիտարկմամբ 2018-ից հետո Սյունիքի մարզում ոչ թե վերանորոգում են, այլ կառուցում են մի քանի տասնյակ միլիարդ դրամ արժողությամբ նոր դպրոցներ։ Ըստ Ղահրամանյանի, նման ծավալի աշխատանք նախկին իշխանությունների օրոք չի իրականացվել, եւ եթե տվյալ դպրոցում սովորում են ընդամենը 3-4 աշակերտ եւ դա համարում են փակվել, նրանց խնդիրն է։ Ես տեղյակ չեմ քանի դպրոցա փակվելու, ես տեղյակ եմ, թե որ որոշ դպրոցներ վերամիավորվում են մեկ դպրոցի շուրջ, օրինակ այն դեպքերում, երբ որ օրինակ դպրոցներից մի քանիսում, օրինակ, չգիտեմ, 4-5 աշակերտ է լինում եւ քանի որ նպատակահարմար չի, օրինակ 4-5 երեխայի համար դպրոց կառուցել, մենք կառուցում ենք միջազգային ստանդարտներով դպրոցներ, որոնց պայմանագրային գները որոշ դեպքերում 4-5 միլիարդ դոլարի համարժեք դրամ է լինում եւ բնականաբար բոլոր այդ հարակից գյուղերի աշակերտներին տեղափոխելու ենք այդ դպրոցներ։ Դեկտեմբերի 12-ին Հայաստանի զինված ուժերում զինծառայողը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել եւ մահացել։ Մանրամասների ու պատճառների մասին պաշտպանության նախարարը տեղյակ չէր։ Միայն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում։ Հարցը քննչական կոմիտեի տիրույթում է եւ նոր բան
նախաքննության շահերից ելնելով ես ասել չեմ կարող։ Սահմանին, սակայն ըստ Պապիկյանի վիճակը հանգիստ է, հիմա պաշտպանության նախարարի տեղեկացմամբ զինված ուժերում խնդիրը քամին ու բուքն է։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաև ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Ավելի ուշ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնել է հոդվածով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ազգային ժողովի կողմից Պապիկյան ազգային ժողով էր բերել պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս դարձնելուն վերաբերող նախագիծը։ Այդ որոշումը կտարածվի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայություն զորակոչվող քաղաքացիների վրա։ օրենքի նախագիծը այն կարևոր մասերից է, որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելու։ Պաշտպանության նախարարությունը ակնկալում է, որ փոփոխությունների ընդունմամբ կկրճատվեն նաև պարտադիր ծառայության կազմակերպման ծախսերը, սկսած 2027-ի երկրորդ կիսամյակից։ Սա պայմանավորված է նրանով, որ 2026-ի հունվարից սկսված ծառայության ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսին։ Ընդդիմությունը նախագծում անհամապատասխանություններ է տեսնում։ Գործում է եւս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է։ Ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել։ Խորհրդարանական ընդդիմությունը նաև իշխանություններին մեղադրում է, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները ավելի շատ նախընտրական քարոզչություն են, եւ որ իշխանությունները մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ամեն հնարավոր միջոցներով ու եղանակներով փորձելու են բարձրացնել իրենց ժողովրդականությունը։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Ինչքան էլ մենք ասենք, դուք ասելու եք նախընտրական է։ Կարճ քննարկումներից հետո ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Այն ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։ Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված Հայաստանի կողմի հետ, որի ժամանակ կքննարկվի երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները։ Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում, հայտարարել է Կալլասը, խոսելով Բրյուսելում օրակարգում քննարկվող հարցերի մասին։ Ինչպես Մոլդովան, Հայաստանը նույնպես գրանտի տեսքով աջակցություն է ստացել մեզնից արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի համար։ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը իրավական գնահատական տալու նպատակով։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե իբր Մեղրի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, վերադասի կողմից էլ չկրակելու հրահանգ է տրվել։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքել է այս հայտարարությանը։ Նաիրա Գևորգյանին համարելով զինված ուժերում մեղմ ասած անփառունակ ծառայությամբ աչքի ընկած անձ։ Միաժամանակ կարծում են, որ պատկան մարմինները եւս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը։ 2024-25-26 թվականների արտադրության էլեկտրական շարժիչով մեքենաները հաջորդ տարի հնարավոր կլինի ներմուծել Հայաստան առանց ավելացված արժեքի հարկի։ Նախագծի նախնական տարբերակը վերաբերում էր միայն մարդատար մեքենաներին։ Քննարկումներից հետո էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաները եւս ընդգրկվեցին ցանկում։ Սակայն այստեղ մեկ այլ հարց էր առաջ գալիս։ Կային քաղաքացիներ, ովքեր մինչ այս որոշումը արդեն իսկ պատվիրել էին մեքենաներ, ըստ այդմ պետք է վճարեին ավելացված արժեքի հարկը։ Կառավարությունն էլ ընդառաջ է գնացել այդ քաղաքացիների հարցադրումներին։ Մենք ասում ենք, որ այն կանոնը, որը ասում էինք, որ 2 տարվա թարմության պետք է լինի 24-25-26 թվականների, ինքը գործում է 2026 թվականի փետրվարի 1-ից։ Իսկ մինչև փետրվարի 1, այսինքն մինչև հունվարի 31-ը կարող են առանց այդ կանոնին ներմուծել։ Օրեր առաջ էլ Պապոյանը հայտարարեց, թե Հայաստանը հաջորդ տարվա համար կստանա 15000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս առաջարկը եւս գործելու է 2024-25-26 թվականների արտադրության մեքենաների համար։ Քվոտան բաշխվելու է դիլերների եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև։ Եթե
դիլերներին տված քվոտայից մնա քանակ, իսկ այս պահին ես տեսնում եմ, որ մի քանի 100-ը մնալու է։ Այդ քանակը մենք տրամադրելու ենք ոչ դիլեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ըստ իրենց ներմուծման հերթականության։ Այստեղ իրականում կոռուպցիոն ռիսկեր կան։ Ինչքան էլ մենք փորձենք այդ սխեման պարզ ներկայացնենք, բայց բոլորը պետք է իմանան, որովհետեւ խոսքը վերաբերում է նաեւ մեծարժեք մեքենաների մեծ գումարի մասին։ Մաքսատուրք վճարել չվճարելու։ Հիմա օրինակ, մինչև դեկտեմբերի 31-ը պայմանական ձեր ասած 287 թիվն է, որ պետք է բաշխվի։ Այսպես սվոյ ճուժոյ չանեն եւ վերահսկողության շատ այսպես խիստ վերահսկողության տակ դա պետք է լինի, որ նախ արդարությունը պահպանվի եւ նաեւ այդ հնարավոր բարձր ռիսկերը կանխվեն։ Ես ինքս շատ խիստ վերահսկողության կողմնակից եմ։ Խնդրում եմ ձեզ, եթե մեկ դեպք ձեր հայտնի կլինի, եկեք իրար հետ, ես ձեր հետ։ Կլինի դեկտեմբերի 31, հունվարի 1, երբ կլինի, գնանք մինչև վերջ իր հետևից եւ ես խոստանում եմ, որ հաստատ լավ չի լինի այն մարդկանց համար, կներեք, որոնք որ այդպիսի խարդախություններ արած կլինեն։ Էլեկտրամոբիլների մեծ հոսք են սպասում կառավարության ու ազգային ժողովի ներկայացուցիչները նախազգուշացնում են նաև սահմանին սպասվող հերթերի մասին։ Կազմակերպչական ու իրազեկման աշխատանքները դեռ շարունակվելու են։ Սանկտ Պետերբուրգում բնակվող 22-ամյա Արտյոմի մտքով իսկ չէր կարող անցնել, որ սիրելի էներգետիկ ըմպելիքները մի օր իրենից կխլեն ամենաթանկ բաներից մեկը՝ քայլելու ունակությունը։ Facebook-յան իր էջում գրել է բժիշկ Հայկ Քոչարյանը։ Ես էլ էի խմում օրը 1 կամ 2 շիշ նևրոզ ունեի ու թուլություն, ինձ թվում էր, թե բումը ինձ օգնում է, մինչև այն պահը, երբ սրտիս աշխատանքը արագացավ։ Սկսեց շունչս կտրվել, ավելի թուլացա, մի օր հավաքեցի ինձ, բժշկի գնացի, նևրոզս խորացել էր։ Բարեբախտաբար սիրտս առողջ է, բայց երկար բուժվեցի։ Քրոջս տալի տղան, պատկեր տղան, 22 տարեկան, դրանից մահացավ։ Լավ էս ջահելներին դաս չի լինում։ Ամերիկյան առողջության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն վերջին տարիներին երիտասարդների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը թեև նկատելիորեն աճել է, սակայն առողջության հնարավոր ռիսկերով պայմանավորված ավելորդ սպառման հետ կապված մտահոգություններ են առաջացել։ Չնայած անչափահասներին դրանց վաճառքը արգելվում է, մեկ է Հայաստանում եւս դրանց սպառումը մնում է բարձր։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի կենտրոնից նշում են, որ վերլուծությունները ցույց են տալիս զգալի տարածվածությունը եւ դրա հետևանքով կողմնակի բարդությունները, հատկապես սրտանոթային եւ նեյրովեգետատիվ համակարգերի վրա բացասական ազդեցությունը։ Մասնավորապես վերլուծության արդյունքում հայտնաբերվել է սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ն ավարտվել են մահվան ելքով։ Կողմնակի ազդեցությունների էթոլոգիան բացատրվում է այս ըմպելիքներին բնորոշ նեյրոխթանիչ հատկություններով, որոնցում կոֆեինը գերակշռող բաղադրիչ է։ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ էներգետիկների ազդեցությունը մարդկանց եւ կենդանիների վրա համընկնում է։ Այս մտահոգությունները ներառում են սիրտ-անոթային խնդիրներ, նյարդային համակարգի խանգարումներ եւ հնարավոր կախվածություն։ Ալկոհոլն էլ, կոֆեինն էլ, տաուրինն էլ, իրանք չհաշված նարկո պարունակող ուտելիք կամ ըմպելիքներ, իրանք բացի սովորության ուղից հենց կախվածություն առաջացնելու հակումելում են, դից պատճառով կարծում եմ ավելի շատ ցույց կախվածություն է այդտեղ գործում, քան թե որ իրանք ինչ-որ տալիս ուժ, էներգիա եւ այլն։ Եվ ինչքան ինձ հայտնի է, ֆիզիոլոգիապես ֆազավորված ըմպելիքները աշխարհի ամենավնասակար ըմպելիքներն են։ Էներգետիկ ըմպելիքների օգտագործման աճը հատկապես երիտասարդների շրջանում վիճակագրական տվյալների համաձայն 1977-ից 2009 թվականների ժամանակահատվածում հանգեցրել է կոֆեին օգտագործող երեխաների եւ դեռահասների կողմից կոֆեինի ընդունման 70% աճի։ Մասնագետները հիմնվելով ձեռք բերված փորձարարական եւ գիտական ապացույցների վրա առաջարկում են այս ըմպելիքների օգտագործման ավելի խիստ սահմանափակումներ։ Այնուամենայնիվ մեծահասակների համար կոֆեինի առաջարկվող օրական չափաբաժինը 400 միլիգրամ է, 12-ից 18 տարեկան երեխաների մոտ 100 միլիգրամ։ Էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետևանքով առաջացած ռիսկերի նվազեցման նպատակով տարբեր երկրներ դրանց սահմանափակման ուղղված տարբեր քաղաքականություններ են մշակում։ Օրինակ, Դանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Ուրուգվայում, Իսլանդիայում գործում է դրանց օգտագործման բացարձակ արգելք։
Մինչև կառավարությունը գյուղատնտեսության զարգացման ու աջակցության ծրագրերի մասին է հայտարարում, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել։ Վերջին 5 տարիներին անասունների գլխաքանակը ավելի քան 22% կրճատվել է։ 2021-ին 613,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476,000 անասուն է հաշվառվել։ Մեկ տարի առաջ կենդանիների թիվն անցնում էր 490,000-ը։ Մարդիկ ցանկություն ունեն անասուն պահելու, պատմում է Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակչուհի Տիկին Հասմիկը, բայց ամեն տարի մի բան լինում է, ասում է հիմա էլ տզային հիվանդությունով են վարակվել իր անասունները, լուրջ վնասներ է կրել։ Հիվանդությունը դա նշանակում է, որ տիզը կծում է անասունի, այունը ջուրը կտրում, եթե ջերմությունը տալիս է, եթե հասցնում է այդ պայն անասուն կա փրկվում, անասուն կա չի փրկվում։ Անասունը որ հիվանդ է լինում, մսավաճառները ավելի շատ հազար գնով են տանում, մարդիկ ստիպված լցնում են իրանց մարազնիկի չեն ուզում էլ վաճառեն, որ շահագործեն, արժեքչուրը, իրանց այդ պահը ծախսերը դուրս չի գալիս էլի, ոնց որ ամեն ինչ հարոտավայրի գումարով իր անասունների խոտիկի իր ծախսերը որ հաշվում են այդ մարդկանց հետ մի բան չի մնում։ Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում, Գեղարքունիքում շուրջ 72,000 եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր, 5 տարի առաջ ցուցանիշն անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000-ն են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան 1 տարի առաջ էր։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է մոտ 20,000-ով, Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար, հիմա 15,500-ն էլ չի հասնում։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է նաև կաթի արտադրության նվազումը։ 2021-ին 67,000 լիտր կաթ էր արտադրվել, անցած տարի շուրջ 100,000 լիտրով ավելի քիչ։ Անասուն պահելը տնտեսապես այլևս շահավետ չէ, վառելափայտ, դեղորայք, անասնաբուժական ծառայություններ, ամեն ինչ թանկացել է։ Գյուղացիները բողոքում են, աշխատում են վնասով։ Ըստ ոլորտի փորձագետների անասնագլխաքանակի նվազման հիմնական պատճառներն են կերակրային բազայի պակաս եւ կերերի բարձր գին, ձմեռային խիստ պայմաններ, որոնցում պահման ծախսերը կրկնապատկվում են։ Ակնհայտորեն ցանկային տարածությունները, եթե կերային մշակաբույսերի կրճատվում է երկրում, պետք է դա հանգեցներ տարաբուծության ընդհանուր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատմանը։ Արձանագրվել են կաթի միջին գների անկում, այսինքն ինչ է ստացվում։ Կերային մշակաբույսերի ցանքերը կրճատվում են, կերը թանկանում է, արդյունքում ոչ միայն կաթը չի թանկանում, այլ ավելի էժանանում է։ Ակնհայտ է, չէ՞, որ դա պետք է արդեն պակաս շահութա ու հետևաբար նաև գյուղացին ֆերմերը գնալով հրաժարվում է ավել գլխաքանակից ու կրճատում է այլ գործունեություն է փորձում իրականացնել։ Մասնագետները շարունակական անկման տարբեր պատճառներ են թվարկում Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունից մինչև ներքին շուկայական հարցեր ու ցածր եկամտաբերություն, իսկ գյուղացիները հույս ունեն, որ պետության աջակցությամբ կերի սուբսիդավորմամբ եւ շուկաների կայունացմամբ հնարավոր կլինի պահպանել հայկական անասնապահությունը։